արձանագրում է հետևյալը, ինչ վերաբերում է դատավարության երկու կողմից ներկայացված ապացույցների գնահատման առողջության ներկայացված դիտարկումներին, ապա դատարանը ինչպես իր նախորդ կայացված որոշումներում, որոնք ըստ էության գրեթե բոլորն էլ բողոքարկվել եւ մնացել են օրինական ուժի մեջ, վերջին որոշումը դատարանը կայացրել էր դեռևս մայիսի 15-ին, որի առնչությամբ պաշտպանության կողմով էր ներկայացրել Վերաքննիչ հակապետություն դատարան, 22-ից 2026 թվականի որոշմամբ Վերաքննիչ հակապետություն դատարանը որոշել է դատարանի կողմից կայացած որոշումը թողնել անփոփոխ։ Այդ, ինչպես նաև նախորդի կայացած որոշումներում դատարանն արձանագրել էր, որ ղեկավարվելով Շահբեկ դատարանի կողմից տրված անպատասխան դիտարկման հիման վրա հիմնավոր կասկածի նախատեսում չի կատարում, այդ շրջանակներում որևէ ապացույցի գնահատական դիահատվի սոյնության շրջանակներում երես չի տրվելու, հաշվառելով անհանգամանք, որ խափամիջոցի քննության շրջանակներում անձի մեղավորության կամ անմեղության հարց չի լուծվում եւ դատարանը պարտավոր ավելի ճիշտ իրավասորել չէ գնահատական տակ, թե հիմնական դատավարությունների քննության այս փուլում եւ դեռևս դրանք չեն ավարտվել, արդյոք հետազոտված ապացույցների շրջանակներում հաստատվել կամ հետևել է մեղադրյալի մեղավորությունը կամ հաստատվել կամ հետևել է անմեղությունը։ Հետևաբար այս հաստատման առնչությամբ դատարանը կմնա իր նախորդ որոշումների տրամաբանության շրջանակներում եւ հիմնավոր կասկածի ավելի խորացված գնահատական տալուց զերծ կմնա։ Ինչ վերաբերում է դատական նիստերի տեղի չունենալուն, ինչպես նաեւ դրա շրջանակներում ցուցաբերված ազնվությանը, ապա եթե ազնվությունից են խոսում, հարգելի պաշտպանության կողմից դատական քննության շրջանակներում 4 դատական նիստերի տեղի ունեցել, որոնցից 2-ը պաշտպանության կողմից պատճառաբանությամբ, մեկը ամեն մեղադրողները չեն ներկայացել, մեկն էլ դատարանի հիմքով դատարանը վատառող չէ եւ որևէ պարտականություն չունի պատճառաբանելով թե այս ավարտան կհասկանան։ Դատարանը պարտավոր չէ պատճառաբանելու թե հատկապես ինչու է դրսևորվել այս վիճակը։ Հետևաբար, եթե խոսում ենք այդ ազնվությունից, ապա պետք է գնահատել եւ ունենալ այդ ազնվություն եւ գնահատել, որ նիստերը տեղի ունեցել առավելապես պաշտպանության կողմից պատճառաբանության։ Իսկ թե ինչքանով է դա ողջամիտ, ինչքանով է բացակայությունը ողջամիտ թույլատրելի կամ անթույլատրելի, դատարանը որոշել է, որ ձեռնպահ կմնա եւ չէ շարունակում դրան առանձնատուր կարեւորություն տալ։ Ինչ վերաբերում է արձանագրված մյուս դատարանը որոշակի արձանագրումներ կատարել է կողմերի կողմից ներկայացված ելույթներից, ԿԿՀ-ը ուղղված փաստաբանական հարցման եւ դրա առնչությամբ պատասխանի բացակայության, ապա եթե չկա հարցման պատասխան, ըստ էության չեն կարող ենթադրել եւ որոշակի գնահատականներ տալ, թե առողջական վիճակին ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել։ Դատարանը վերստին հիշեցնում արձանագրում է, որ սույն դատական քննության շրջանակներում 2 անգամ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ եւ համապատասխան արդյունքներն արձանագրված են, համապատասխան դիտարկումները կատարված են, որոնք որևէ կերպ կասկածի տակ առնելու օբյեկտիվ հիմքեր դատարանը շարունակում է բացակա համարել։ Սա առողջական վիճակին եւ ցուցաբերվող անտարբերությանը ըստ էության 2 անգամ փորձաքննության նշանակումը չի կարող դատարանի կողմից մեղադրյալի առողջական վիճակին որևէ կերպ անտարբեր դրսևորում դիտարկվել ողջամիտ դիտորդի աչքերով։ Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից մատնանշված ինչ-որ ճնշումներին եւ այլն կամ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում դուք բարձրաձայնեցիք, դատարանը իհարկե կոնկրետ արձանագրումներ դրա առնչությամբ կատարեց եւ մատնանշեց, որ եթե ձեր մատնանշած հանգամանքների շրջանակներում որևէ կերպ կարող է կաշկանդվածություն ունենալ ձեր մասնագիտական գործունեությունը իրականացնելու կամ չիրականացնելու հետ կապված, ապա դա որևէ կերպ չի կարող պրոյեկտվել դատարանի վրա եւ անառարկելիորեն, այսպես ասած, արձանագրելու հիմքեր տալ, թե դատարանը եւս ինչ-որ ճնշումների կամ կաշկանդվածություն ունի խափամիջոցի, այդ թվում նաեւ փոփոխման առնչությամբ համապատասխան եզրանկումներ կատարելու հարցում։ Եվ ի վերջո ինչ վերաբերում է խափամիջոցի կիրառման հիմքերին, ապա դատարանն արձանագրում է, որ նախորդիվ խափամիջոցի կիրառված ամենախիստ խափամիջոցի ժամկետի երկարաձգման համատեքստում մշտապես առկա էր համարել, առավել ընդգծված առկա էր համարել խոչընդոտելու հիմքը, որը պայմանավորել էր դատակոչված անձանց հարցաքննությունը դեռևս դատաքննության շրջանակներում իրականացված չլինելու հանգամանքով, որպեսզի իրադրությունը սույն դատական նիստին արդեն վերացվեց, որովհետև հարցաքննվել են բոլոր 16 անձինք, որոնք դատակոչվել եւ պետք է հարցաքննվեն սույն դատական քննության շրջանակներում։
Այդ հանգամանքով պայմանավորված դատարանն արձանագրում է, որ ըստ էության որոշակիորեն էականորեն նվազել է նվիրատի կողմից նորքի բնականոն ընթացքին խոչընդոտելու ռիսկը, որն արձանագրվել է դատարանի կողմից, հետևաբար խոչընդոտելու ռիսկը այն հանգամանքների պայմաններում, որոնք արդեն իսկ արձանագրվեց, շարունակական կալանքի հիմքում չեն կարող տեսնել։ Դատարանն արձանագրում է նաև, որ ըստ էության միշտ կայացած որոշումներում արձանագրվել էր հանցանքը կատարել կանխելու հիմքը, որը ըստ էության շարունակում է ևս արտահամարվել եւ խոչընդոտելու հիմքի էական արձանագրված ռիսկի էական նվազման եւ հանցանքը կատարելու հիմքի արկայության պայմաններում դատարանը գտնում է, որ կիրառված ամենախիստ թափանմիջոցի շարունակականությունը այլևս անառարկելի անհրաժեշտություն չի ենթադրում եւ նույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարելու կանխելու հիմքը ըստ էության չի կարող բացառապես պայմանավորվել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ այս կամ այն կերպ դիտարկվել, թե արդյոք որևէ այլ քրեական գործով հիմնավոր կասկածից վերապացողական չափանիշով որոշակի գնահատականներ կան թե ոչ, ընդ որում դատարանի նման մոտեցումը համահունչ է վճռաբերի դատարանի կողմից բազմիցս արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Հաշվի առնելով դատարանի կողմից կատարված արձանագրումները, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված թափանմիջոց կալանքը ենթակա է փոփոխման, դատարանը որոշում է մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես այլընտրանքային թափանմիջոցներ համակցված կիրառել տնային կալանքի եկամիջանքետում, որի շրջանակներում վերջինիս արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ եւ հաղորդակցության ձևերից, այդ թվում փոստային առաքանոց, շփում ունենալ այլ անձանց հետ, բնակության վայրում գյուղի տալել այլ անձանց, բացառությամբ պաշտպանների, ինչպես նաև այդ բնակարանում մշտապես գտնվող անձանց, որոնց նման սահմանափակումները չեն տարածում շտաբժշկական օգնություն, իրապահպանումներ, արտակարգ իրավիճակներում փրկարարություն, ինչպես նաև երաշխավորություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու, ինչպես նաև պաշտպանների հետ կապ հաստատելու դեպքերի։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը թափանմիջոցը պետք է կրի հաշվառման բնակության վայրում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայրփոստի փողոցի 39-րդ տանը, եւ նույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ համակցված պետք է կիրառել հաշվի առնելով այդ թվում դատարանի արձանագրումների զուգահեռ հաշվի առնելով վերագրելով ենթադրական սովորական դիտումի թե ծանոթության աստիճանը, այդ հանգամանքների շրջանակներում դատարանը գտնում է, որ համակցված պետք է կիրառել Համակցված պետք է կիրառել նաև 15 միլիոն դրամի չափով, որի ենթակա է վճարման համապատասխան օրենսդրական կարգավորումների շրջանակներում, ինչպես նաև դատարանի տրամադրության որպես իրականացնող մարմին դատարանի տրամադրության տակ պահպանել մեղադրյալին այդ հանգամանքի հաշվառում դատարանը անհրաժեշտ է համարում որպես համակցված թափանմիջոց կիրառել նաև բացակայելով արգել։ Սա կիրառված թափանմիջոցների շրջանակներում յուրաքանչյուր արձանագրման, ինչպես նաև բոլոր հանգամանքների առնչությամբ դատարանի առավել մանրամասն դիտարկումները տեղեկներ որոշման թղթային տարբերակ։ Ինձ թվում է այսօրվա դատական նիստին հետագա դատավարական գործընթացների անցում դատարանի ըստ էության նպատակահարմար չի հաշվի առնելով որ տեղական ժամանակ դատական նիստը ընթանում է այնպիսի պայմաններում, երբ փոխվածման համակարգը ըստ էության լավ չի աշխատում, դատարանն անցում է կատարում հաջորդ դատական նիստի նշանակման, որվայր ժամի նշանակման մակսիմում։ Ձեզանից բան է լուծում, թե ասեցիք, եթե որ բարձրաբանում չէ։ Ապրիլ պատվոշը դատարան։ Ես իրավունք ունեմ իրանց պատասխանելու։ Աստված երեխեքի տանը թելը։ Ոչ, չլսեցիք սահմանափակումները։ Երեխեքի մարկետին ձիվացել չկա։ Հաջորդ դատական նիստը Ավելան դատարան Օգոստոսը Ես էլ եմ, երկուսը լավ։ եթե